Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 13-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Օրը նորից խուզարկություններով ու ձերբակալություններով է սկսել։ Դիմակավորված անձինք մտել են Իմ Նեմնիմի հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տները, ապա ձերբակալել նրանց եւ տեղափոխել քննչական կոմիտե։ Այս մասին առաջինը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հավելելով, որ գրասենյակից վերցնում են ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի բնակարանի մոտից Մելիքյանը հայտնել է, որ իրավապահները խոչընդոտում են իր մասնագիտական գործունեությունը, թույլ չտալով մուտք գործել բնակարան։ Քննչական կոմիտեից հաստատել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական հետապնդման պատճառ է դարձել փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումը, որտեղ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իրենց գնահատականներն են հնչեցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին։ Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, թե Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին փոդքասթի ժամանակ հնչած վիրավորական արտահայտությունների ու սպառնալիքների վերաբերյալ։ Ասեք, որ փաստաբանները քննչական են տանում, քննչական։ Գն ու փագել է։ Գն եւ փագել է։ Ալեն Սիմոնյանը դատական հայցով պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի վիրավորանքի համար, փոխհատուցի 2 միլիոն դրամ, իսկ դատական ծախսերի համար ևս 530,000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է հաղորդում տվել իրավապահներին։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են գնում են կանգառով իրար տեսնում են եւ դանակահարում են, այդ որ տենց վրթովում էիք բոլորդ, ասում էիք, որ այսինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել եւ դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ արել, բայց պետք է։ Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց քվորում չապահովելու պատճառով։ Նիստին 49 պատգամավոր էր ներկայացել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը։ ԿՊ-ում նորածին բալիկ ունեցող 4 պատգամավոր կա, նորմալ է, որ ուշանան, ճեպազրույցի ընթացքում ասել է Սիմոնյանը։ Ավելի քան 10 րոպե անց, սակայն նիստը մեկնարկեց։ Խորհրդարանը քննարկում է 2026-ի պետական բյուջեի նախագիծը։ Ցորենի հարցը վերջին օրերին ներքաղաքական օրակարգում բավականին լուրջ թեմա է դարձել։ Ռուսաստանի հետախուզությունը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է քաղաքական պատճառներով հրաժարվել ռուսական ցորենից եւ գնել ուկրաինականը։ Փաշինյանը հերքել է, ավելին հավելել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց երբեք չի հրաժարվի նաև այլ առաջարկներ դիտարկելուց։ Ռուսաստանի նախագահի խոսնակը կրկին հակադարձել է, նշելով, որ Ռուսաստանի հետախուզության հայտարարությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ Չնայած Փաշինյանի հերքումներին, այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Ուկրաինան գուցե առաջարկել է գնել նաև իր ցորենը, այլ Ռուսաստանի հետախուզության հայտարարությունն է, դրա մատուցման ոճն ու Կրեմլի արձագանքը։ Երևանի համբույրը։ Այսպիսի խորհրդավոր վերնագրով զեկույց է հրապարակել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ընդ որում, համբույր բառը ճակերտների մեջ չեն վերցրել, տեքստն էլ համեմված է ծաղրական երանգներով։ Զեկույցը պնդում է, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով իբր մտադիր է խզել կապերը Մոսկվայի հետ եւ ռուսական ցորենը փոխարինել ուկրաինականով։ Ըստ ռուսական արտաքին հետախուզության ուկրաինական հացահատիկը ավելի քան 50%-ով թանկ է, եւ Երևանը իբր խնդրում է Բրյուսելին փոխհատուցել այդ տարբերությունը։ Ռուսական կողմը սա որակում է որպես 3-ը 1-ում գործարք հացահատիկ Հայաստանին, աջակցություն Կիևին եւ անվստահության մթնոլորտի ստեղծում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տվյալների, Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունում Քեդո Օրսեյում տարակուսած են։ Մի կողմից ուրախանալու առիթ կա, Քեդո Օրսեյը սողոսկել տեղեկությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է թույլատրել Մոսկվայի հետ կապող եւս մեկ թել։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ էր գնում Ռուսաստանից, այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով ցանկանում են ազատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային անհրաժեշտ հացահատիկից ավելի մի մասը գնելով անաչառից, սակայն այ քեզ ձախորդություն ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։
Հայաստանի իշխանությունը կտրուկ հերքել է այս տեղեկությունը։ Սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը դուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Իրավիճակը ստացավ նոր զարգացում, երբ թեման մեկնաբանեց Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մի կողմից հավաստիացրեց, որ Մոսկվան շարունակում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ, մյուս կողմից ուղիղ ակնարկ արեց, որ հետախուզության հայտարարությունները հիմքեր ունեն։ Դե ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, ապա դրանք երբեք մերկապարանոց չեն լինում։ Սա առաջինը։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ, ինչպես երկկողմիմունքներով, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, եւ մենք դա շարունակելու ենք անել։ Գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք երկկողմ համագործակցության օրակարգում։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Ղազախստանից եկած Ցորենի շուրջ ստեղծված քննարկումներին եւ Պեսկովի հայտարարության անդրադառնալով վարչապետը նշեց, որ գնումն իրականացրել է ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր ընկերություն, որի համար պարզապես բացվել է նոր այլընտրանքային լոգիստիկ ճանապարհ։ Ըստ նրա, խնդիրը պետք է դիտարկել զուտ շուկայական տրամաբանության մեջ, իսկ Հայաստանը լինելով շուկայական տնտեսություն ունեցող երկիր, չի կարող հրաժարվել նոր առաջարկներից։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Իդեպ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի անունը ըստ ռուսական անկախ մամուլի սերտորեն կապված է ադրբեջանցի միլիարդատեր Գոզ Նիսանովի հետ։ Հետաքննող լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինը եւ նրա դուստրը Վերոնիկան պարբերաբար օգտվել են Նիսանովի անձնական լողավազանից, ընտանիքի անդամները ադրբեջանցի միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռից եւ այլ ծառայություններից։ Լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինն ասել է Ռուսաստանի կեցվածքի վրա արցախյան հակամարտության ժամանակ։ Նշվում է նաեւ, որ Նիսանովն առանցքային դեր է ունեցել 2020-ի հուլիսյան մարտերից հետո Մոսկվայում հայկական օբյեկտների ու հայերի վրա զինված ու դիմակավոր ադրբեջանցիների հարձակումների ժամանակ։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Այս կիրակի վաղարշապատի թիմ ընտրություններն են, էջմիածնում նախընտրական եռուզեր է։ Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը մեծ է, նախընտրողների թիվն է բավականին մեծ, երկրորդը խոսքն առաջին հերթին հենց Սուրբ Էջմիածնի մասին է, երրորդը այս խոշոր համայնքում ընտրությունը տեղի ունենում համապետական նախընտրական վաղ փուլում։ Իմ գործընկեր Անի Հովանիսյանն այցելել Էջմիածին, փորձել հասկանալ ինչ է կատարվում, ովքեր են թեկնածուները ու ինչ են խոստանում։ Վաղարշապատը ողողված է ընտրական պաստառներով համայնքապետի ընտրություններին հաշված օրեր է մնացել։ Տեխնատուները ընդամենը 2 օր ունեն իրենց ակտիվ քարոզարշավը ավարտին հասցնելու համար։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն՝ Հաղթանակ, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հայրենիք, Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ եւ Հանրապետություն։ Մեր նախորդ ռեպորտաժում կարող եք տեսնել Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ, Հաղթանակ եւ Հայրենիք կուսակցությունների տեխնատուների հետ հարցազրույցները։ Այսօր զրուցել ենք Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ազատ դեմոկրատներ կուսակցության տեխնատու Վահրամ Ազատյանը քարոզարշավի ժամանակ խախտումներ է նկատել։ Ասում է, թե մենք Հայաստանում ենք ապրում։ Խախտումները երևի բոլորդ էլ տեսել եք, պաստառների հնարավորությունների փակցնելու վերաբերյալ մի քանի բան էլ լսել ենք լուրերից մարդկանց ինչ-որ բաներ բաժանելու վրա։ Իսկ ինչպես են տրամադրված ընտրողները, ըստ Ազատյանի, այս տարի ընտրողները նույնիսկ տեխնատուի պակաս չունեն։ Ընդհանրապես բոլոր ընտրություններից մի տեսակ մարդկանց մոտ կա այդ զգացմունքը եւ կա մի ուրիշ զգացմունք, որը ինձ ուղղակի զարմացրել է, ես չէի պատկերացնում, որ այդպեսի վախի մթնոլորտ կարող է մարդկանց մոտ լինի, ուղղակի չեն ցանկանում բարձրաձայն ինչ-որ խոսք ասել, չեն ցանկանում երևալ կամերաների առաջ։ Ժառանգություն կուսակցության տեխնատու Արկադի Փայտյանն էլ նկատել է, ժողովուրդը հոգնած ու հիասթափված է։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ այս ժողովրդի մոտ արդեն
հոգնածության աստիճանն է։ Ընտրական շտաբում տարբեր տեղերում մայրաթոռի խորհրդանիշ դրոշներ չեն ողջունում իշխանության քայլերը, նաև խախտումներ են նկատել։ Բազմիցս այո, նկատել ենք խախտումներ գործող իշխանության տեխնացուի արշավների ժամանակ եւ հիմա էլ տեսնում ենք կոնկրետ պաստառների հետ կապված խախտումներ, եթե կարող ենք այդպիսին անվանել խախտումները, կոնկրետ Արամ Սարգսյանի տեխնացուի բռնած ոճելաձևը, այսպես ասեմ, միայն փնովելով եւ վարկաբեկելով մարդկանց։ Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանի կարծիքով տեխնացուների ցանկում ընդդիմադիրներ գրեթե չկան։ Եղածների հաղթանակն էլ լավ տեղ չի տանի։ Նայած թե որ համատեքստում կդիտարկենք, թե եւ որ ուժին ընդդիմադիր կհրճակենք, եթե խոսքը վերաբերում է քոչարյանական ընդդիմությանը, որը որ վաղար շաբաթում 2 առնվազն տեխնացուով հանդես գալիս, ապա որևէ լավ տեղ չի տանի։ Բնակիչների շատերը իրենց տեխնացուին գաղտնի են պահում, ասում են անձնական հարց է։ Իշխանական թե ընդդիմադիր տեխնացու։ Չեմ կարող ասեմ։ Գաղտնիք եք պահում։ Դե մեր անձնական գաղտնիքներն են դրանք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ոչ իշխանական։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունը 7 տարվա մեջ ոչինչ չի արել։ Իրենց նախկին ղեկավարներն էլ հիմա կոռուպցիան հարցերով քրեական գործ կավերեքը։ Դրան արգիշտի ինչաներ Մեխապրես, արգիշտի Մեխակյան։ Իսկ ինչու հենց իրեն։ Տենց են, ես տենց եմ ուզում, իրան եմ ընտրում։ Շատ հեռու եմ այդպիսի քաղաքական հարցերից անկեղծ ասած։ Շատ հետաքրքրել։ Չի հետաքրքրել առանձնապես։ Մայր Հայաստանի տեխնացուի հետ չկարողացանք հանդիպել։ Կուսակցությունից հայտարարել են, թե իրենց համակիրներից բլոգեր Օնո Հարությունյանին են 5-6 հոգով գետնին տապալել, առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ։ Դեպքի առիթով ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե խուլիգանության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Նաթան Սրբազանի ձայնագրության գործով այսօր հարցաքննության համար քննչական կոմիտե են ժամանել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանան եւ նրա պաշտպանը։ Նյուզեեմից հայտնում են, որ քննչական կոմիտեում է նաեւ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը։ Հիշեցնեմ, իշխանամերձ լրատվականների տարածած ձայնագրության համաձայն 2 տարի առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում կաթողիկոսի նախկին գավազանակիրը դժգոհում է, որ վեհապարն իբր ստիպում է իրեն մասնակցել ընդդիմության ցույցերին։ Ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը Հայաստանում։ Ըստ ամփոփագրի նոյեմբերի 12-ից 13-ը մեր երկրում բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Առավել տարածված են եղել տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ դեպքերը։ Բացի այդ արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 14, ֆիզիկական ներգործության 9, հոգեկան ներգործության 7 դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Անցած մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 15-ը վնասվածք ստացել։ Հնարավոր է վրաց ադրբեջանական սահմանին կործանված թուրքական ռազմական ինքնաթիռը խոցված լինի։ Թուրքիայի փորձագետներն են ուսումնասիրում այս վարկածը, հայտնել է կառավարամետ թուրքական Յուրի Եթը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ կործանման պատճառների հետաքննությունը կիրականացվի առանձնահատուկ մանրամասնությամբ։ Ինչպես արդեն գիտեք, ավիաաղետից 20 զոհ կա։ Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի մնացորդները կտեղափոխվեն Կեսարիա քաղաք տեխնիկական զննման համար։ Միջադեպից առաջ ինքնաթիռը աղետի որևէ ազդանշան չի արձակել։ Օդանավի անձնակազմից բացի մյուս մահացած զինվորականները Բաքվի զորահանդեսի մասնակիցներն էին։ Միջազգային լրահոսին անցնենք։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել։ Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը պետք է կոնկրետ արդյունք բերի։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, թե իրենք կցանկանային, որ այս պատերազմը ավարտվեր, բայց չեն կարող շարունակել հանդիպումներ անցկացնել միայն հանդիպումների համար։ Ռուբիոն այս մասին խոսել է պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ իր զրույցի մասին հարցին։ Իտալական Կորիերը դելլա Սերա թերթին Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Բուդապեշտում անցկացնել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երկրորդ գագաթնաժողով, եթե այն իսկապես հենվի Ալյասկայի հանդիպման լավ մշակված արդյունքների վրա։ Աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին հետևում է Դավիթ Գենջոյանը։
Միացյալ Նահանգներում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև 43-օրյա շատդաունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց կառավարության աշխատանքը վերսկսելու մասին օրենքը։ Ներկայացուցիչների պալատի ընդունած փաստաթուղթը թույլ է տալիս վերականգնել դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը, վճարել 100,000-ավոր աշխատակիցների աշխատավարձերը եւ վերսկսել կենսական ծառայությունների մատուցումը։ Այս որոշմանը նախորդել էր հանրապետականների եւ դեմոկրատների միջև սուր քաղաքական դիմակայությունը։ Թրամփը մրցակիցներին մեղադրում էր շանտաժի մեջ, իսկ դեմոկրատները դժգոհում էին առողջապահական սուբսիդիաների հարցում զիջումների չգնալու համառությունից։ Ուկրաինայում շարունակվում են կատաղի մարտերը Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի շուրջ, որտեղ Ռուսաստանը հայտարարում է առաջխաղացման մասին, իսկ Ուկրաինան պնդում է, որ հետ է մղում տասնյակ գրոհներ։ Լարված իրավիճակ է նաև Զապորոժիեի մարզում, որտեղ իշխանությունները տարհանում են խաղաղ բնակիչներին, կողմերը շարունակում են հեռահար անօդաչուներով հարվածները։ Դիվանագիտական դաշտում խաղաղ բանակցությունները դադարեցված են, սակայն Թուրքիայի միջնորդությամբ ջանքեր են գործադրվում գերիների փոխանակման գործընթացը վերսկսելու համար, իսկ Եվրամիությունը քննարկում է սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը։ Իրանը բախվել է տասնամյակների ամենալուրջ ջրային ճգնաժամին, որի հետևանքով ավելի քան 10 միլիոն բնակիչ ունեցող Թեհրանը հայտնվել է աղետի եզրին, քանի որ քաղաքի ամբարտակները գրեթե դատարկ են եւ իշխանությունները նախազգուշացնում են ջրի սահմանափակումների եւ հնարավոր տարհանման մասին։ Ճգնաժամը, որը ընդգրկում է նաև խոշոր քաղաքները, պայմանավորված է ոչ միայն երաշտով, այլև տասնամյակների սխալ կառավարմամբ եւ կլիմայի փոփոխության հետևանքներով, իսկ իրավիճակը մեծացնում է սոցիալական լարվածությունն ու բողոքի ցույցերի վտանգը տնտեսական դժվարությունների պայմաններում ապրող բնակիչների շրջանում։ Մինչ իշխանությունները դիմում են ժամանակավոր միջոցների եւ քաղաքացիներին հորդորում խնայել ջուրը։ Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում 56.11% մասնակցության պայմաններում հաղթանակ է տարել գործող վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանիի գլխավորած կոալիցիան։ Վարչապետի կողմնակիցները դուրս են եկել փողոցներ նշելու հաղթանակը։ Ընտրություններն անցել են երիտասարդների շրջանում առկա հիասթափության ֆոնին, որոնք քվեարկությունը դիտարկում են իշխող կուսակցությունների միջև երկրի նավթային հարստությունը բաժանելու մեխանիզմ։ Չնայած հաղթանակին Սուդանիի կոալիցիան բացարձակ մեծամասնություն չունի, ուստի սպասվում է կառավարություն ձևավորելու համար դաշինքներ կառուցելու երկարատև ու բարդ գործընթաց։ Ապագա կառավարության առջև կանգնած են լրջագույն մարտահրավերներ, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Իրանի ազդեցության հավասարակշռում եւ հզոր զինված խմբավորումների խնդիրը։ Բամակոյում անցկացված զորահանդեսի ժամանակ Մալիի վարչապետ Աբդուլլահ Մաիգան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի եւ Ալժիրի հասցեին, նրանց համարելով տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների հովանավորներ։ Միջոցառումը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Նիգերիայի եւ Բուրկինա Ֆասոյի բարձրաստիճան պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները, ընդգծել է Բամակոյի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը դեպի Մոսկվա, Փարիզի հետ հարաբերությունների խզման ֆոնին։ Միևնույն ժամանակ Մալիի կառավարությունը հայտարարել է, որ հաղթահարում է ահաբեկիչների ստեղծած մատակարարումների ճգնաժամը եւ Աֆրիկյան միությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում որդեգրել երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Սպիտակ տանը Սիրիայի առաջնորդ Ահմեդ Աշ-Շարայի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նրա վրա ցողել է իր ապրանքանիշի օծանելիքը եւ մեկ սրվակ էլ նվիրել նրան։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ դա լավագույն բույրն է, ապա Աշ-Շարային հարցրել, թե արդյոք միայն մեկ կին ունի, ինչին Սիրիայի առաջնորդը պատասխանել է այո։ Հաջողության բույրով օծանելիքը կոչվում է Թրամփի հաղթանակ, այն նախատեսված է եւ տղամարդկանց եւ կանանց համար, իսկ սրվակը զարդարված է Թրամփի ոսկեզոծ արձանիկով, օծանելիքն արժե մոտ $250։ Եվ վերջում Քիմ Քարդաշյանը եւս մեկ ֆինանսական ռեկորդ է սահմանել։ Նրա Skims ընկերությունը ըստ Forbes-ի հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է $225 միլիոն ֆինանսավորում, ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով $5 միլիարդ։ Սա ավտոմատ ավելացրել է եւս $200 միլիոն Քիմի անձնական կարողությանը։ Այժմ ըստ Forbes-ի նրա կարողությունը կազմում է $1.9 միլիարդ։ Չնայած Keeping Up with the Kardashians եւ The Kardashians reality շոուներում վաստակած միլիոններին Skims-ը պատասխանատու է Քիմի հարստության մեծ մասի համար։ Այժմին այսքանը, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, բաց չթողնեք։